Սրտանց ասենք փառք մեր երկնային Տիրոջը, որ այսօր Աստված հավաքել է մեզ այս վայրի մեջ եւ ինքը իր գործը եւ իր ծրագիրը եւ իր նպատակը ունի մեր կյանքի մեջ մի բանի համար, որպեսզի մեզ ել ավելի մոտեցնի իրեն, որպեսզի քանի դեռ ապրում ենք այս երկրի վրա, կարող լինենք սրտով, ամբողջ հոգով, ամբողջ էությամբ դառնալ Տիրոջը, ապրել իր հետ սերներ այս երկրային կյանքի մեջ, որպեսզի հավիտենությունը մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի հետ ապրենք, հավիտյանս հավիտենից։ Սիրելիներ, ես կարդալու եմ միտեղ Դանիելի մարգարեության մեջ 4-րդ գլուխ 30-31 համարների մեջ գրված այսպես. Թագավորը խոսեցավ եւ ասավ. Այս չէ այն մեծ Բաբելոնը, որ ես իմ զորությունովս, իմ կարողությունովս, իմ մեծության փառքի համար թագավորության տուն շինեցի։ Երբ խոսքը դեռ թագավորի բերանն էր, երկնքի ձայնը իջավ. Քեզի կսվե, ով Նաբուկոդոնոսոր թագավոր, թագավորությունը քեզանից գնաց։ Գիտեք, այն մարդը, որ Քրիստոս չունի իր կյանքի մեջ, մարդու ուզածը, մարդու նպատակը, մարդու ցանկությունը սա է։ Ասում է, այս ես իմ զորությունովս, իմ կարողությունովս, իմ մեծության փառքի համար, սա է ուզում մարդը։ Ես, երբ որ տենում ես, մարդը եսակենտրոն է, իր բոլոր գործերը, բոլոր արարքները պտտվում են իր եսի շուրջ։ Մարդու եսը բարձրանա, մարդու փառքը բարձրանա։ Ասում է, ես իմ զորությունովս, իմ կարողությունովս, իմ մեծության փառքի համար, մարդու փառքի համար, գիտեք սերներ, ինչի համար է շատ հաճախ մարդու կյանքի մեջ դժվարություններ ու տկարություններ գալիս, խնդիրներ, խնդիրներ, խոսակցություններ, ընտանիքների մեջ, գիտեմ, հարևանների շուրջ, շրջապատի մեջ, ինչի, որովհետև մարդը իր եսը չի ուզում զիջի, նստեմասնի իր եսը, իր փառքը։ Եվ մարդու մեջ դրված է մի հատ այնպիսի վիճակ, մի հատ այնպիսի բնույթ, որ ինքը լինի առաջինը իր եսը փառավորվի, իր դիրքը փառավորվի։ Եվ դրա համար մարդը չի կարողանում լինի ներողամիտ, չի կարողանում զիջի, չի կարողանում ինչ-որ միտեղ մի բանի մեջ էլ մի քիչ, չգիտեմ, նեղություն քաշի կամ հալածանք կրի։ Տեսեք, սիրելիներ, մենք սա տեսնում ենք շատ տեղերի մեջ այս ամենը, շատ մարդկանց կյանքի մեջ, որովհետև սա հենց սատանայից բխած մի հատ վիճակ է, երբ որ սատանան դրեց մարդու կյանքի մեջ, հենց ծննդոց գիրքը, երբ որ կարդում ենք, Եդեմի պարտեզի մեջ ստեղծված Ադամը եւ Եվան, երբ որ ապրում էին Աստծո հետ սերներ, տեսեք սատանան ինչ դրեց նրանց մեջ, ինչ նպատակ, ինչ ցանկություն դրեց։ Տեսեք 3:5-ում գրված է ծննդոց. Քանզի Աստված գիտի, թե այն օրը, որ անկեն ուտեք, աշկերներդ պիտի բացվե եւ աստվածների պես պիտի լակ եւ բարին ու չարը գիտենալով։ Այսինքն նպատակ էր տալիս աստվածների պես լինելու։ Այսինքն մարդը, որ ապրում էր Աստծո հետ, Աստծո ներկայության մեջ, կարծես սա բավական չի իրան։ Մարդը ուզում է դառնա աստվածների պես, եւ սա Ադամին եւ այն մղում էր դրան։ Գիտեք, այսօր տեսնում ենք շատ բաների մեջ մարդու ներսը մի հատ վիճակ առաջանում, իր դիրքը, իր փառքը բարձրացնելու, ոչ թե ջանք անելու ապրելու Աստծո հետ, այլ ինքը փառավորվելու։ Գիտեք, Սուրբ գրքի մեջ գրված մի տեղ կա, ասում է, երբ որ դուք իրարից փառք եք փնտրում, Հովհաննեսի 5:44-ում ասում է, երբ որ դուք իրարից փառք եք փնտրում, ոնց կարաք ինձ հավատալ։ Երբ որ մարդու նպատակը դեռ մարդուց փառավորվելն է, մարդու մեջ բարձրանալն է, ոնց կարող եք ինձ հավատալ, ոնց կարող եք իմ հետևից գալ։ Սիրելիներ, Սուրբ գրքը կարդում ենք եւ մենք տեսնում ենք, երբ որ Բաբելոնի աշտարակը շինեցին եւ Տերը խառնեց նրանց լեզուները, սիրելիներ, տեսեք ինչ նպատակ էին նրանք հետապնդում, ինչ էին ուզում նրանք։ Ծննդոց 11-րդ գլուխ հիմնականում 4-րդ համարն եմ ուզում կարդանք, բայց մի քիչ սկզբից կարդանք, տեսեք ինչ է ասում։ Եվ բոլոր երկրի լեզուները խոսքերը մեկ էին։ Երբ արևելքեն կչվեին, սենարար երկրի մեջ դաշտ մը գտան, եւ հոն բնակեցան եւ իրար ուսեցին, եկեք աղյուսներով շինենք եւ զանոն կրակով թրծենք, աղյուսները անոնց քարի տեղ, ջութը անոնց ցեխի տեղ եղավ,
Այն ատենը սին եկեք մեզի քաղաքը եւ աշտանակը մշինենք, որու գլուխը միջև երկինքը հասնե եւ մեզ անուն շինենք։ Նրանք մի հատ նպատակ էին դրել իրանց մեջ, մի հատ աշտանակ շինեին, որ նրա գլուխը միջև երկինքը հասներ։ Այսինքն մարդու նպատակը, մարդու բարձրանալու նպատակը այնքան խորն էր, միջև երկինքը հասնենք։ Եվ ասում է մեզի անուն շինենք։ Գիտեք, սիրելիներ, եւ սա Աստծուն անհաճելի բան էր։ Սա մի հատ վիճակ էր, որը Աստված շահավանեց եւ մենք տեսնում ենք խառնեց նրանց լեզուները։ Գիտեք, մարդը իր մեջ այս վիճակ, այս բնույթը ունի բարձրանալու, բայց մենք գիտենք, որ մարդը ինչքան բարձրանում է, ընդեից որ ընկնում է, ինչ է լինում։ Ավելի խորն է լինում խնդրեմը, ավելի այդ հարվածները ավելի շատ է լինում։ Տեսեք ինչ ասում Աստվածաշունչը, երբ որ Նաբուկոդոնոսորը ինքը բարձրացրեց իրեն, իր եսը, իր անձը դրեց այդ բարձրունքի վրա։ 5-րդ գլուխ 20 համարի մեջ գրված է։ Բայց երբ անիկա իր սիրտը հպարտացավ եւ անոր հոգին ամբարտավանությունով լեցվեցավ, իր թագավորության աթոռից ընկավ ու պատիվը անկեն արտնվեցավ։ Երբ որ մարդու ներսը հպարտությունը բարձրացավ միջև վեր, հոգին ամբարտավանությունով բարձրացավ։ Սիրելիներ, Տերը հակառակը հպարտությանը։ Տերը նայում է սրտերի, որոնք ոչ թե իրանց եսի շուրջ են պտտվում, իրանց անձի շուրջ են պտտվում։ Տերը նայում է սրտեր, որոնք կոտրված են իր առաջ, խոնարհված են իր առաջ, փշրված են իր առաջ։ Գիտեք, հիշում եք, երբ որ մի հատ պատանի եկավ Տիրոջ մոտ եւ ասավ. «Տեր, ինչ անեմ, որ հավիտենական կյանք ունենամ»։ Հիշում եք։ Տերը ինչ ասավ նրան։ Ասավ. «Պատվիրանները գիտես, պատվիրանները պահիր»։ Եվ ասավ սրանք են. շնություն մի անի, սպանություն մի անի, գողություն մի անի։ Ասավ Տեր, ես սրանք մանկությունից ի վեր անում եմ։ Սիրելիներ, այս անձնավորությունը սուտ չէր ասում, որովհետև գրված է, որ Տերը սիրեց նրան։ Այո, նա այդ բոլոր բաները անում էր, եւ Տերը սիրեց նրան, տեսավ նրա վիճակը, բայց տեսեք մի բան է ասում Տերը նրան, եւ ասում է. Հիսուսը անոր նայելով սիրեց զանիկա եւ ասավ անոր. «Մեկ բան պակաս է քեզի, գնա ունեցածը ծախե, դու աղքատներուն երկնքեն գանձեր պիտի ունենաս եւ խաչդ վերցրու եւ իմ հետևից արի»։ Այս անձնավորությունը պատվիրանքները պահում էր։ Այս անձնավորությունը օրենքը, չգիտեմ, կատարում էր շատ բաների մեջ, կարող է լավն էր, պարկեշտ էր, բարոյական էր, իր արարքների մեջ շատ բաներ նորմալ էր, կերպարանքը որպես հոգևորի կերպարանք էր, բայց մի հատ բան կար, որ Տերը իրան ներսում տենում էր, որը պակաս է։ Գիտեք դա ինչն էր։ Խաչը վերցրած չէր, խաչի վրա հելած չէր։ Այսօր կարող է ես շատ բաների մեջ հոգևորի տեսքը, հոգևորի պատկերը մենք ունենանք, շատ բաների մեջ ցույց տանք, բայց Աստված ուզում է, որ մեզ տենա խաչի վրա։ Աստված ուզում է մեզ տենա այն վիճակի մեջ, երբ որ մենք մեր փառքը, մեր եսը, մեր մարդկայինը դնում ենք խաչի վրա եւ գանվում ենք խաչի վրա, եւ մենք հրաժարվում ենք դրանից, սիրելիներ։ Դրա համար Տեր Հիսուսը ասավ, նա որ ուզում է իմ հետևիցը գա, ինչ պիտի անի, իր անձը պիտի ուրանա, իր եսը պիտի ուրանա եւ իր խաչը պիտի վերցնի։ Գիտեք, շատ տեղերում այս խաչ հասկացողությունը այսպես ենք մտածում։ Ասում է, սա էլ իմ խաչն է, տանում եմ։ Կարող է մեկը մի քիչ նեղություններ ունի, հալածանքներ կա, խնդիրներ կա, դժվարություններ կա, ասում է, սա իմ խաչն է, տանում եմ։ Ոչ, դա չի քո խաչը, որ տանելու ես։ Գիտես ո՞րն է։ Նա է, երբ որ քո անձդ մարդը կարողանում է կոտրվի, մարդը կարողանում է դնի խաչի վրա իր մեռնի աշխարհի համար, մեղքի համար եւ մարմնի համար։ Երբ որ մարդը կարողանում է իր եսը իջացնի ու նսեմացնի, որպեսզի Աստված բարձրանա իր կյանքի մեջ։ Սիրելիներ, Աստված Հոբի կյանքի մեջ մի հատ վիճակ թույլ տվեց, Հոբին մի հատ ճանապարհով տարավ եւ տեսեք Հոբը ինչքան կարեւոր բաներ ասում։ Տերը թույլ է տալի մեզ անցնենք մի ճանապարհի միջով։ Գիտեք, երբ որ Իսրայելը 40 տարի անապատի մեջ պտտվեց, գիտեք ինչն էր նպատակը, որ նրանց եսը անձնասիրությունը, նրանց փառքը կոտրի,
որ նրանք խոնարհվեն Քրիստոսի ոտքերի առաջ, ամբողջ սրտով կոտրվեն Քրիստոսի ոտքերի առաջ, հանձնվեն Աստծուն։ Սիրելիներ, տեսեք, ինչ ասում Հոբը 19-րդ գլուխ 9-րդ համարի մեջ գրված է։ Հոբը հետևյալ խոսքերն ասում 19 համարի մեջ բոլոր մտերիմ բարեկամները ինձ մեն 19 Զիս իմ փառքիցս մերկացրեց ու գլխիս թագը վերցրեց փառքիցս մերկացրեց Գիտեք մարդը ապրում է իր փառքի մեջ իր գլխին իր փառքի թագը դրած ինքը ուրախանում է դրանով իր եսով եւ երբեմն այդ փառքի թագը մարդու գլխից վերցնելը շատ դժվար է Գիտեք երբ որ տենում է որ հարսի հետ ինչի համար կոնֆլիկտ առաջանում կեսուրի հետ հարևանի հետ բարեկամի հետ ինչի որտեվ Աստված մեկին հանում է որ այդ փառքի թագը գլխից վերցնի որ իր փառած պսակը դնի մեր գլխին եւ այդ փառքից հրաժարվելը այդքան էլ հեշտ չի հիմա եկել է հարսը ու փաստորեն հենց մի հատ իրավիճակի մեջ է հայտնվել որ իր համար սա շատ դժվար է ոնց կլինի այսօր մեկ եկուց երկուս ինչ որ մի բան այն չի ինչ որ մի բանում չգիտեմ մի բան ուրիշ ձև այնձի ասում ոնց կլինի այսպես եւ սա շատ դժվար է մարդու համար բայց Աստված ամեն մեկիս համար հանում է ինչ որ մեկը որպեսի փառքի պսակը այդ փառքի թագը վերցնի մեր վրայից որ մենք հրաժարվենք որ մենք կոտրվենք որ մենք խոնարհվենք որ մենք հանձնվենք Աստծուն որպեսի Աստված իր փառած պսակը դնի մեր գլխին Սիրելիներ Դավիթ թագավորը որ մեծ օրհնություններ էր ունենում մենք գիտենք երբ որ Սավուղը ինքը թագավոր էր անգամ Դավիթին էին գովերքում այն հազարավորները տալիս էին Սավուղին բյուրավոր փառքերը տալիս էին Դավիթին այդքան փառքեր ուներ Դավիթը օրհնություններ ուներ պատերազմների մեջ հաղթություններ ուներ զորություններ ուներ բայց գիտեք ինչ ասում Դավիթը Դավիթը 39 Սաղմոսի մեջ հետևյալ խոսքերն ասում 39-5-րդ խոսքում գրված է սա իր համար ասում Դավիթը եւ սա բացվել է Դավիթին իրեն կյանքի մեջ եւ այս ճշմարտությունը ինքը ճանաչել է սա միայն խոսքեր չի շատ ժամանակ մենք կարող է շատ այսպես խոսքերով ասենք Հիսուս ջան ես ամենահետինն եմ ես մեղավոր մարդ եմ մեղավորների գլուխն եմ բայց դա երևում այն ժամանակ երբ որ մեր ոտքը տրորում են դա երևում այն ժամանակ երբ որ ինչ-որ մեկը մեզ մի հատ բան ասում է մի հատ հանդիմանություն լինում է մեր կյանքի մեջ եւ այն ժամանակ երևում է մենք մեղավորների գլուխն ենք թե արթարների արթարը ոնց կլինի Սիրելիներ Դավիթի կյանքի մեջ այս ճշմարտությունը բացվել էր եւ տեսեք ինչ ասում Դավիթը 39-5-րդ խոսքի մեջ ահա իմ օրերս թիզերու չափ դրեցիր իմ կյանքս ոչինչի պես ակո առաջ հիրավին ամեն մարդը եւ հաստատված լինի բայց բոլորովին ունայնություն է հասկացել է Դավիթը որ իր փառքերն էլ ունայնություն իր ունեցվածքն էլ ունայնություն իր հաղթանակները իր այդ գովերքությունները որ իր անձի դեմ գովերքում են բոլորը ունայնություն է հասկացել այս ճշմարտությունը որ ինքը ոչնչություն է եւ ունայնություն այսօր եթե իմ եւ քո կյանքի մեջ չբացվեց այս ամենը սիրելիներ մենք Տիրոջ առաջ գալ Տիրոջը հավատալ Տիրոջ առաջ խոնարհվել մենք չենք կարող մենք կարանք երևնանք որպես հավատացյալ բայց իրական աստվածապաշտության կյանք մենք չենք ունենա մենք չենք կարող գնալ Գողգոթա մենք չենք կարող բարսանալ խաչի վրա մեռնել մեղքի ու աշխարհի համար սիրելիներ Դավիթը տեսեք ինչ ասում շարունակության մեջ եւ 7-րդ խոսքը շարունակում է ասում է հիմա ինչ բանի սպասեմ ով Տեր իմ հույսը դու ես փառք Տիրոջը բացվել է իր ներսը իմ հույսը Տերն է իմ ուրախությունը Տերն է եւ արժե Քրիստոս կյանքին ունենալու համար այո դնել ամեն բան մի կողմ մեր անձը մեր փառքը ոչ թե ասեմ ես
իմ ուժով, իմ զորությունով, իմ կարողությունով ու իմ փառքի համար։ Գիտեք, դա սատանայի առաջարկածն է միայն դա սատանայի առաջարկածն է։ Երբ որ Հիսուսին հանեց անապատ, հանեց մի բարձր լեռան վրա եւ ինչ արավ, աշխարհի բոլոր թագավորությունները ու նրա փառքը ցույց տվեց։ Եվ ասավ, այդ փառքը կտամ քեզ, եթե ինձ երկրպագես, այդ փառքը կտամ քեզ, սատանայի առաջարկածն։ Բայց երբ որ մենք հասկանում ենք սերներ, որ Աստված մեզ ավելի մեծ փառք է առաջարկում, Հիսուս Քրիստոս կյանքի հետ ապրելը, արժե դրա համար ամեն ինչ դնել մի կողմի վրա եւ անկեղծ դառնալ Տիրոջը սերներ, խոնարհաբար, զղջալով, ապաշխարությունով։ Տեսեք սերներ, Եսայի մարգարեության մեջ Եսայի 57:15-ում ինչա գրված, իրականում Աստված ինչա ուզում տեսնի մեր վրա, մեր կյանքի մեջ, եւ սա շատ կարեւոր է, որ մենք երբ որ գալիս ենք Տիրոջ առաջ, մենք այս վիճակով գանք Տիրոջը։ 57:15 խոսքում այսպես ասում. Քանզի այսպես կսե բարձրը եւ բարձյալը, որը հավիտենության մեջ կբնակվի, եւ անոր անունը Սուրբ է։ Ես բարձր եւ սուրբ տեղը կբնակվեմ, բայց կոտրած եւ խոնար հոգի ունեցողների հետ եմ, որպեսզի խոնարհների հոգին կենթանացնեմ եւ կոտրված սրտերը ապրեցնեմ։ Փառք Տիրոջը։ Տիրոջ առաջ ճիշտ վիճակը պետք է իր առաջ գալու համար կոտրված սիրտ ունենալով։ Ես հիշում եմ, երբ որ ես նոր պիտի ապաշխարեի, երբ որ փոխվեց իմ կյանքը, լուրջ ապաշխարության քայլ եղավ իմ կյանքի մեջ, ես ապրել եմ այս վիճակը։ Ես երևում էի մարդկանց մեջ որպես հավատացյալ, եւ մեկ-մեկ էլ երբ որ տենում էին եղբայրները, քույրերը ասում էին, ինչ լավ հոգեվոր է։ Իմ մեջ ասում էի, վայ ինձի չեք ճանաչում։ Անհավատների այդ անհավատի պես էի, բայց երբ որ եկեղեցի գնում, եկեղեցի ժողովրդի հետ էլ հոգևորի պես էի դառնում, բայց իմ կյանքից մեջ մի հատ իրավիճակ եկավ, երբ որ ես մենակ էի, մի հատ անկեղծություն այջեին վրա, եւ ի վերջո ասում եմ, Տեր Աստված, լավ ուր եմ գնում ես, լավ ինչ է կատարվում ինձ հետ։ Մարդիկ գիտեն, որ հավատացյալ եմ, բայց իրականում կյանքի հետ հաղորդակցություն չունեմ, թեկուզ կարող է աղոթում եմ, թեկուզ կարող է, չգիտեմ, մասնակցում եմ հավաքույթների, անգամ ավետարանի խոսք եմ քարոզում, բայց մի բան իմ ներսի մեջ ամբողջական չի, կատարյալ չի, ես տեսնում եմ ի վրա։ Եվ եկել էր այնպիսի մի հատ վիճակ, որ իմ ներսս այսպես առանձնացել եմ, աղոթք եմ անում, ներսս կոտրվել է, ներսս փշրվել է, հասկանում եմ, ասում եմ, Տեր Աստված, լավ, ոնց ես դուրս գամ այս վիճակից։ Գիտեք սերներ, ծնկների վրա իջա Տիրոջ առած եւ սկսեցի աղոթք անել։ Եվ Տերը մի բան բացեց իմ կյանքի մեջ, որ դու պիտի մեռնես։ Ոչ թե ֆիզիկապես, այլ պիտի մեռնես աշխարհի համար, դու որոշում պիտի կայացնես։ Դու չես կարա երկու ոտքի վրա կաղալով մի կողմից աշխարհի հետ ապրես, մի կողմից Քրիստոսի հետ ապրես, դու չես կարա։ Սա անհնարին է, սա անհամատեղելի բան է, դու պիտի լուրջ որոշում կայացնես։ Ասավ, եթե սերմի հատը չմեռնի, ինքը մենակ կմնա։ Մենակ կմնա։ Կարող է լավ է, օրհնությունները ունենա, չգիտեմ, հավաքույթների գա, մասնակցի, բայց մենակ կմնա։ Բայց որպեսի պտուղը տա, բայց որպեսի կյանքի հետ հաղորդ լինի, բայց որպեսի Քրիստոս կյանքի հայտնությունը լինի, մարդը պիտի մեռնի։ Եվ ես իմ կյանքից մեջ որոշեցի, որ այո Տեր, ես ամեն բան դնում եմ մի կողմ, եւ ես ուզում եմ, Տեր Աստված, ինչ ճանապարհով ուզում ես տար, թող իմ անձը կոտրվի ու նսեմանա, թող ես չերևամ, թող ոչնչանամ։ Դավիթը Աբրահամ ասում էր, ահա ես հող եւ մոխիր եմ, բայց քո հետ խոսել սկսեցի։ Գիտեք սերներ, Աստված ինչից ստեղծեց մարդուն։ Դուք հեչ մտածել եք սրա մասին։ Միջև մարդուն ստեղծել է արդեն այդ կենթանական աշխարհը, բաներ, ամեն բան ստեղծված էր։ Ասենք այնքան որ մարդկային այսպես բանով նայում ենք լոգիկայով, ինչքան հեշտ էր ինչ որ բանից մարդ ստեղծել, ինչ որ մի բանից, որ արդեն ստեղծված է, բայց Աստված օգտագործեց ինչը։ Հողը ստեղծեց, ոչինչը ստեղծեց եւ ոչնչից ստեղծեց մարդուն։ Երբ որ ես դեռ Աստծո առաջ ինչ որ մի բան եմ ինձ ներկայացնում, դեռ շատ հեռու եմ Աստծուց։
Բայց երբ որ իմ անձը կոտրվում է եւ ես ասում եմ Տեր Աբրահամի պես, ահա ես հող եւ մոխիր եմ քո առաջ, այո ես հանձնվում եմ դեպի քեզ, ես այդ վիճակն եմ ձեռք բերում, իմացիր, որ Աստված Աստծո ձեռքերի մեջ ճիշտ այն վիճակն է, որ Աստված ինչ է անում, ստեղծելու է մեզ նոր մարդ, որը ավելի պիտի փայլեն, քան թե երկնքի աստղերը, իր անունը փառավորվի, սիրելիներ, սա կարևոր է, որպեսզի մենք Տիրոջ առաջ այս վիճակը ունենանք, խոնարհվենք սիրելիներ, եւ բոլոր այն մարդիկ, որոնք հոգեվոր օրհնություններ են ունեցել, հոգեվոր ընթացք են ունեցել, նրանք բոլորը այս ճանապարհով անցել են, նրանք կոտրվել են։ Հովսեփ դարավ այն ժամանակ, երբ որ ինքը անցավ այս ճանապարհը եւ միջև վերջ խոնարհվեց ու կոտրվեց, եւ Աստված նրան բարձրացրեց փարավոնի գահին դնելով։ Դանիելը դարավ Դանիել, երբ որ ինքը առյուծների գուբի մեջ էր, եւ սա համաձայնություն էր մեռնելու Սեդրակ, Միսակ, Աբեդնագովը, նրանք այն ժամանակ դարան, իրական հոգևոր մարդիկ, երբ որ նրանք կրակի մեջը վառվում էին, եւ Քրիստոսը նրանց կողքին կանգնած է եւ այդ կրակը իր զորությունը կորցրել էր։ Սիրելիներ, Տերը մեզ այս ճանապարհով, այս վիճակով ուզում է տանի, եւ ես մի համարել եմ ուզում կարդալ, տեսեք Պողոս Առաքյալը ինքը իր կյանքից հետեւյալն է ասում, թե պետք բարձենալու իր անձի վրա շատ բաներ ունի, որպես փարիսեցի լինելով, օրենքի կողմանը անարատ էր, շատ ու շատ բաների մեջ միգուցե կարող էր բարձենալ, սելներ, բայց ինքը հետևյալ բաներն ասում, ասում է քավ լիցի, որ ես բարձենամ, հապա միայն ինչով, միայն Քրիստոսի խաչով, որ աշխարհը ինձի համար խաչը ելած է, ես էլ աշխարհի համար, փառք Տիրոջը։ Եվ Գաղատացիս 2-րդ գլուխ 20-րդ խոսքը Առաքյալը հետևյալն ասում. Քրիստոսի հետ խաչը ելա, եւ էլ կենթանի եմ ոչ թե ես, հապա Քրիստոս կենթանի է իմ մեջ, բայց ես, որ հիմա մարմնով կապրեմ, Աստծո որդի հավատքովը կապրեմ, որ զիս սիրեց ու իր անձը ինձ համար մատնեց։ Պողոսը Հիսուսի հետ խաչի վրա չէր բարձրացել, բայց այդ նույն խաչը կրում էր մեռնելու աշխարհի համար, մեղքի համար եւ մարմնի համար։ Եվ ասում է հիմա որ ես կապրեմ, Աստծո որդու հավատքովը կապրեմ։ Այո, այսօր Աստծո որդին ուզում է մեզ կենթանացնի սիրելիներ, կենթանացնի, որպեսզի մենք դնենք Տիրոջ առաջ մեր փառքը, մեր անձը, մեր մարդկայինը եւ ասենք Տեր, մենք ուզում ենք փշրվել եւ կոտրվել քո առաջ։ Մենք ուզում ենք հանձնվել քեզ այսօր։ Ես այսօր հոգնել եմ իմ վիճակից, ոչ այս կողմ լինելով, ոչ այն կողմ լինելով։ Ես ուզում եմ այսօր անկեղծ իմ սիրտը բացել քո առաջ եւ եթե պետք է ինչ որ ինձ հաճելի է, գիտեք, երբ որ Աստված Աբրահամին կանչում էր ճանապարհներով տարավ, հեշտ չէր Աբրահամին, երբ որ Իսմայելից պիտի ազատվեր։ Հեշտ չէր, բայց ասավ Իսմայելին ինչ արա դուրս արա,